Հարգելի պատգամավորներ, հարգելի պարոն Վալումյան, հարգելի գործընկերներ, գյուղատնտեսության ոլորտին նախապես հատկացված էր 43 միլիարդ դրամ եւ ի վերջո ծախսվեց 42.8 միլիարդ դրամ, այսինքն փաստացի մեզ հատկացված մեր կատարողականը գրեթե 100% եղավ. Եվ այս առումով պետք է նշել, որ իրականացրել ենք հետևյալ ծրագրերը։ Ես առավել խոշորներին անդրադառնամ, եթե հարցեր կլինեն, հետագայում ավելի փոքր ծրագրերի մասին կներկայացնեմ բարձաբանումներ, մասնավորապես գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում միջոցառմամբ հատկացված բյուջեն 2.9 միլիարդ դրամ էր, ճշտված բյուջեն եւ փաստացի կատարողականը 1.5 միլիարդ դրամ եղավ, սա փաստացի կարող ենք ասել, որ խնայողություն էր, որովհետեւ մենք պետք է վճարեինք 2.9 միլիարդ դրամի տոկոսադրույք, բայց վճարել ենք 1.5 միլիարդ դրամի տոկոսադրույք, այսինքն քաղաքացիները մեր այլ ծրագրերից օգտվելու համար այս ծրագրերի վարկերը ժամանակից շուտ են մուծել եւ դրա հետևանքով պետությունը 1.4 միլիարդ դրամ խնայողություն է ունեցել, սա կարծում եմ քաղաքականությունների արդյունավետության մասին թերևս ինչ-որ բան ասում է։ Հաջորդը գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքներն է, այստեղ պետական բյուջեով մեզ հատկացվել էր 3.7 միլիարդ դրամ, որպեսզի մենք փաստացի չունենայինք 1 կիլոգրամ չմթերված ուրեմն պտուղ բանջարեղեն, մենք այս խնդիրը լուծել ենք 3.3 միլիարդ դրամով, այսինքն ես սա էլ եմ համարում խնայողություն, 400 միլիոն դրամ պետական բյուջեն խնայել է եւ ամբողջությամբ պտուղ բանջարեղենը ըստ էության մենք ուրեմն մթերել ենք եւ այնտեղ չկա որևէ մի բան, որ 25 թվականի համար կարող ենք ասել, որ ուրեմն չմթերված է։ Հաջորդիվ ուզում եմ կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի մասին խոսել, այս ծրագրով ճշտված բյուջեն 1.1 միլիարդ դրամ էր եւ մոտ 990 միլիոն դրամ ծախսել ենք, որի արդյունքում ըստ էության կոնյակի սպիրտը արտահանվել է Հայաստանի Հանրապետությունից եւ արտահանման ծավալները բավականին մեծ են եղել։ Անցած տարի օգնել ենք, որպեսզի լոլիկ անխոչնդոտ մթերվի, մասնավորապես 9300 տոննա լոլիկ, որը պլանավորածից շատ էր արտադրվել, մթերվել է եւ դրա համար երկու տնտեսվարող ստացել են 93 միլիոն դրամ աջակցություն, 10 դրամ 1 կիլոգրամի համար եւ 2025 թվականին ինչպես արենի եւ ոսկեհատ տեսակի խաղողի մթերումներն ենք ուրեմն աջակցել, որ մթերվեն 143 միլիոն դրամով աջակցել ենք մեր քաղաքացիներին, որպեսզի ավելի քան 2000 տոննա բարձրորակ արենի եւ ոսկեհատ տեսակի խաղող մթերվի, դրանով նաեւ ըստ էության այս այգիների պահպանությամբ ենք մենք ուրեմն զբաղվում, ինչը կարծում եմ, որ պակաս կարևոր աշխատանք չէ։ Հայաստանի Հանրապետությունում գարնանացան, աշնանացան եւ կերային մշակաբույսերի մշակության հիմնական աշխատանքների համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցմամբ 1.8 միլիարդ դրամ ենք տրամադրել, որի արդյունքում ավելի քան 24000 հեկտար ցանկատարությունների վրա իրականացվել են այս մշակությունները եւ սա նույնպես բավականին բարձր արդյունավետությամբ եւ մեծ ծավալի ծրագիր է։ Ինչպես գիտեք, անցած տարի փոխհատուցում ենք տրամադրել նաև 24 եւ 25 թվականներին կարկուտից տուժած քաղաքացիներին, մասնավորապես միջոցառման արդյունքում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերի հազարավոր քաղաքացիներ ստացել են աջակցություն, ավելի քան 14000 հեկտար վնասված ցանկատարությունների եւ այգի տարածքների համար եւ այդ աջակցությունը եղել է 1.7 միլիարդ դրամ։ Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ իրականացվող Արարատի եւ Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման դրամաշնորհային ծրագրի համակարգում եւ ղեկավարում միջոցառմամբ
փաստացի կատարողականը 571 միլիոն դրամ է եղել եւ այստեղ ուրեմն այս ծրագրով նաեւ մենք վեդի ջրամբարի այսպես ասած տրամաբանական շարունակությունն ենք ապահովում, որպեսզի այդ ջրամբարը ստեղծվելուց հետո արդեն այդ տարածքները համապատասխան ոռոգում ունենան։ Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում միջոցառման բյուջեն 2.5 միլիարդ դրամ էր, կատարողականը 2.4 եւ այստեղ իրականացրվել է 740,500 ախտորոշման եւ 5.900,000 մոտավորապես կանխարգելիչ պատվաստումներ։ Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերուավոր կենդանիների համարակալում եւ հաշվառում միջոցառմամբ 742 միլիոն դրամ է ծախսվել եւ խոշոր եղջերուավոր կենդանիների համարակալումն ու հաշվառման շրջանակում հաշվառվել է ավելի քան 1 միլիոն 1.30 խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ։ Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակում կովերի արհեստական սերմնավորման միջոցառման շրջանակում ծախսվել է 31.5 միլիոն դրամ եւ իրականացվել է 3150 կովերի սերմնավորում։ Գամ մեր կարևոր ու խոշոր ծրագրերին Հայաստանի Հանրապետությունում խաղողի ժամանակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում միջոցառմամբ հաստատված բյուջեն եղել է 2.5 միլիարդ, ճշգրտված բյուջեն 2.2 միլիարդ, փաստացի կատարողականը 2.2 միլիարդ եւ որը ուղղվել է նախորդ տարիներին խաղողի ժամանակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղատու այգիների հիմնման համար տրամադրված վարկերի սուբսիդավորմանը։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի միջոցառման հաստատված բյուջեն կազմել է 1.1 միլիարդ դրամ, փաստացի կատարողականը մոտ 1 միլիարդ դրամ, 960 միլիոն դրամ մոտավորապես միջոցառման շրջանակում գյուղտեխնիկայի ձեռք բերել նախատեսված 300-ի փոխարեն 778 շահառու, ինչը պայմանավորված է տնտեսվարողների իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ, բացի այդ սպասարկվել է նախկինից մնացած ավելի քան 1700 շահառուների մասնակի սուբսիդավորվող վարկերը։ Հայաստանի Հանրապետության ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի միջոցով փաստացի 2.9 միլիարդ դրամ է ծախսվել, որից օգտվել է 618 շահառու, որից 493-ը նախորդ տարիներից սուբսիդավորվող վարկերն են, այսինքն մենք շարունակել ենք նաև այդ վարկերը սուբսիդավորել։ Փոքր եւ միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման միջոցառման համար ծախսվել է մոտ 70 միլիոն դրամ։ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսությունում կարգապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար մոտ 8 միլիոն դրամ։ Հայաստանի Հանրապետությունում 15-24 թվականների տավարաբուծության զարգացման ուրեմն միջոցառման համար մոտ 70 միլիոն դրամ է ուրեմն ծախսվել։ Հաջորդիվ ուզում եմ նշել Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգիգործության զարգացման նպատակով սուբսիդավորման միջոցառումը, այստեղ հաստատված բյուջեն եղել է 12.1 միլիարդ դրամ, բայց մենք ի վերջո ծախսել ենք 18.3 միլիարդ դրամ, որովհետև ավելի շատ այգիներ են ստեղծվել, գերակատարվել է պլանը, միջոցառման շրջանակում հիմնվող ինտենսիվ պտղատու այգիները կազմել են 6404 հեկտար, տեղադրված կարգապաշտպան ցանցերը 76 հեկտար, բարձրարժեք մշակաբույսերի ցանկատարությունները 29 հեկտար, ներդրված ոռոգման արդիական համակարգերը 627 հեկտար։ Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգիգործության զարգացման նպատակով ծախսերի փոխհատուցում միջոցառմամբ հաստատված բյուջեն 3.8 միլիարդ դրամ է, այստեղ ուրեմն ծախսել ենք 843 միլիոն դրամ եւ այս ծրագրի շրջանակում 105 հեկտար նոր ինտենսիվ պտղատու այգիներ են ստեղծվել, ինչպես նաեւ ներդրվել է մոտ 47 հեկտարում ոռոգման արդիական համակարգեր։ Ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագրով միջոցառմամբ 1.5 միլիարդ էր հատկացված, փաստացի կատարողականը եղավ 1.7 միլիարդ դրամ, միջոցառման շրջանակում իրականացվել է մոտ 63 հեկտար ջերմատնային տարածքների համար վարկերի սուբսիդավորում։
Ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման ծրագրի աջակցությամբ միջոցառման շրջանակներում հաստատվել է մոտ 300 տրամադրվել է մոտ 300 միլիոն դրամ, փաստացի կատարողականը 107 միլիոն դրամ է եղել եւ միջոցառման շրջանակում արտերկրից ներկրվել է 559 մանր եղջերավոր կենդանիներ, իսկ ՀՀ-ից ձեռք է բերվել 89 մանր եղջերավոր կենդանիներ։ Տնամերձ հողամասերում այգի հիմնման ծրագիրն ենք ավարտել Իջևան համայնքում, մեղվաբուծության ծրագրով ձեռք է բերվել 1783 մեղվա փեթակ եւ Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում աջակցել ենք 42 միլիոն դրամի չափով ձեռք է բերվել 110 խոշոր տոհմային կենդանիներ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար